Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ սերիալի այսօրվա անոնսը մեզ ցույց է տալիս մի իրավիճակ, որտեղ ընտանեկան կապերը խեղդվում են տոտալ վերահսկողության և փոխադարձ չհասկացվածության մեջ։ Կենտրոնական դեմքը կրկին Հունանն է, ով փորձում է իր ձեռքի տակ պահել բոլորին, կարծես շախմատի խաղաքարեր լինեն։ Նրա վերահսկողության մոլուցքը հասել է գագաթնակետին։ Մի կողմից նա փորձում է կառավարել քրոջը Էռնային, մյուս կողմից իր դստերը Լեային և նույնիսկ որդուն Գրիշոյին։ Սակայն եթե Էռնայի դեպքում ամեն ինչ պարզ է ու ցավալի, ապա երիտասարդների դեպքում անկանխատեսելի։ Եկեք անկեղծ լինենք, Ավոն իսկապես ապացուցեց, որ տականք է, իսկ Էռնան ցավոք կույր ու խաբված կին, ով չի տեսնում իրականությունը։ Հունանը հասկանալով, որ իր ջանքերն ապարդյուն են և որ քույրը չի գնահատում իր պաշտպանությունը, կայացնում է տղամարդկային, բայց դաժան որոշում։ Նա վերջնականապես լվանում է ձեռքերը և մի կողմ քաշվում, խոստանալով այլևս չխառնվել Էռնայի կյանքին։ Սա Հունանի պարտությունն է, բայց գուցե նաև ազատագրումը։ Սակայն եթե քրոջ պարագայում Հունանը նահանջեց, ապա դստեր Լեայի հարցում նա պատրաստ չէ զիջել։ Նա կտրականապես արգելում է Լեային շփվել Լեոյի հետ, համարելով դա անթույլատրելի, բայց Հունանը չի սահմանափակվում միայն արգելքներով։ Նա անձամբ գնում է Լեոյի տուն, թշնամու տարածք և նույն սպառնալիքն ու արգելքը ներկայացնում է նաև նրան։ Եվ այստեղ տեղի է ունենում ամենահետաքրքիրը։ Պարզվում է, որ Հունանից վախեցող այլևս չկա։ Վախի մթնոլորտը, որը նա տարիներով ստեղծել էր, փլուզվում է սիրո ուժի առաջ։ Թե Լեան, թե Լեոն ցուցաբերում են աննախադեպ համարձակություն և չեն ենթարկվում։ Նրանք բացահայտ հայտարարում են, որ շարունակելու են շփվել, որ իրենց զգացմունքները վեր են ընտանեկան թշնամանքից։ Լեան հույս ունենալով գոնե կանացի աջակցություն գտնել, դիմում է մորը Ինային, սակայն այստեղ ևս հիասթափություն է սպասվում։ Ինան հավատարիմ մնալով ամուսնոտ իր քորոշմանը, չի խրախուսում այդ հարաբերությունները, բայց արդյոք դա կանգնեցնում է Լեային։ Ոչ, սերը նրան դարձրել է ապստամբ, և նա շարունակում է պայքարել իր երջանկության համար։ Մինչդեռ զույգը պայքարում է մաքուր սիրո համար, մյուս կողմում ականատես ենք լինում խաղերի ու հաշվարկների։ Գրիշոն, ով վարպետորեն տիրապետում է կանանց մոլորեցնելու արվեստին, հերթական անգամ երկու քաղցր խոսք է ասում Մանանին և վերջինս, մոռանալով իր հպարտությունը, պարզապես հալվում է։ Մանանի միամտությունը և միաժամանակ լավ կյանքի ձգտումը նրան տանում են դեպի ծուղակը։ Նրանք միասին գնում են ռեստորան և ճակատագրի հեգնանքով հենց այնտեղ, որտեղ աշխատում է Մանանի եղբայրը՝ Դավիթը։ Դավիթի արձագանքը սպասելի էր, նա պարզապես հունից դուրս է գալիս, տեսնելով քրոջը թշնամու որդու հետ։ Եվ այսպես, Մանանը ցույց է տալիս իր հնարամտությունը, փորձելով փրկել իրավիճակը ստով։ Նա հայտարարում է, թե իբր Գրիշոն պատրաստվում է պաշտոնապես խոսել իրենց հետ, թույլտվություն ստանալու և լուրջ հարաբերություններ սկսելու համար։ Դավիթը իհարկե կտրուկ մերժում է, ասելով, որ նման բան երբեք չի լինի, բայց եկեք խորանանք այս պահի մեջ։ Արդյոք Գրիշոն պատրաստ է դրան։ Իհարկե ոչ։ Գրիշոն այս պահին պատրաստ չէ լուրջ հարաբերությունների։ Նրա համար սա հերթական արկածն է, բայց Մանանը շատ է ձգտում դրան։ Նրա մոտ խառնված են երկու մոտիվացիա՝ և սիրելու ցանկությունը, և անկեղծ լինենք, ապահով ու հարուստ կյանք ունենալու երազանքը։ Նա փորձում է արագացնել իրադարձությունները, Գրիշոյին դնելով փաստի առաջ։ Սիրելի հետևորդներ, մենք տեսնում ենք երկու զուգահեռ իրականություն։ Լեո և Լեա, ովքեր պայքարում են հանուն սիրո, դեմ գնալով բոլորին, և Մանան ու Գրիշո, որտեղ կա շահ, խաբեություն և միակողմանի ձգտում։ Ինչ եք կարծում, Հունանը կկարողանա ի վերջո կոտրել Լեային, թե դստեր համառությունը ավելի ուժեղ կգտնվի։ Եվ արդյոք Մանանի այս խաղը նրան կհասցնի երազած հարուստ կյանքին, թե Գրիշոն կլքի նրան, հերթական անգամ կոտրելով նրա սիրտը։ Գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։